Բարև ձեզ, Էկոնոմիկսի հերթական թողարկումն է, այսօր խոսելու ենք բանկային համակարգի մասին, այն ցանկացած երկրի համար առանցքային նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է, դրա վրա է հիմնվում ամբողջ տնտեսությունը, այս ոլորտը ևս զարգացման կարիք ունի և պետք է բացահայտենք խոչընդոտները, խնդիրները և լուծումներ առաջարկենք, այս թեմայով խոսելու ենք բանկերի միության նախագահ պարոն Ազատյանի հետ, բարև ձեզ պարոն Ազատյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Ազատյան, նախ կուզեմ անդրադառնանք մեր բանկային համակարգի զարգացման շրջափուլերին, անշուշտ նաև կարող ենք բացիկ անդրադառնալ խորհրդային բանկային համակարգին և հասնենք մեր օրերը։ Շնորհակալություն նորից հրավերքի համար և հարցի համար։ Իսկապես շատ կարևոր է, որ մենք կարողանանք հետհայացք նայել և տեսնել, թե մեր բանկային համակարգը զարգացման ինչ փուլեր է անցել։ Խորհրդային տարիները իմ ինֆորմացիայով դա պլանային տնտեսության վրա հիմնված բանկային համակարգ էր և ըստ էության բանկային համակարգի նպատակն էր տնտեսության տարբեր ճյուղերում վարկավորումներ իրականացնել կամ սպասարկել այդ ճյուղերը։ Եթե իմ հիշողությունից չի դավաճանում, խորհրդային տարիներին անվանումները բանկերի Ագրոբանկ, Խնայբանկ, Ժիլսոցբանկ, Արտահանման բանկ, դժվար լսած։ Այո։ Ներողություն, խորհրդային բանկերը ըստ էության կարող ենք ասել խնայողական էին ավելի շատ եւ այդքան վարկավորմամբ չէին զբաղվում, հաշվառնելով մասնավոր տնտեսություն չկար, մեծամասամբ։ Այո, ավելի շատ սպասարկում էին տվյալ ոլորտի հիմնարկ ձեռնարկությունների բնականոն ընթացքը եւ ֆինանսական հարցերն էին կարգավորում։ Մեր բանկային համակարգի սկիզբը մենք պետք է համարենք իմ կարծիքով 93 թվականը, երբ առաջին անգամ հայկական դրամը մտավ մեր իրականություն, թողարկվեց հայկական դրամը եւ շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը։ Այդ պահից սկսած կենտրոնական բանկը կամ այն ժամանակ ազգային բանկը զբաղվեց դրամի թողարկմամբ, դրամի էմիսիայով, դրամի շրջանառության մեջ դնելով եւ այդ հարցերի կարգավորմամբ։ Բայց հաշվի առնելով, որ կենտրոնական բանկերի դասական ֆունկցիաները այդ ժամանակ կամ չկային կամ շատ թույլ էին, օրինակ դրամավարկային քաղաքականություն։ Մենք հիշում ենք, թե 93-94 թվականներին ինչ մեծ հիպերինֆլյացիայով ուղեկցվեց մեր կյանքը եւ մեր դրամը։ Դրամը արժեզրկում էր ժամ-առ-ժամ։ Այո։ Եվ առաջին, այսպես ասած, բանկային համակարգի հիմքերը, երբ որ դրվեցին, մենք մի այդպիսի ուսումնասիրություն էինք արել, դա 94 թվականին, չեմ սխալվում, դրամավարկային քաղաքականության ծրագիրն էր, որ ընդունվեց կենտրոնական բանկում, եւ 95-96 թվականներին օրենքները, որոնք ընդունվեցին բանկային համակարգը կարգավորող։ Դա կենտրոնական բանկի մասին օրենքներ, որը ուժի մեջ մտավ 96 թվականին, որ մինչև այսօր գործում է փոփոխություններով։ Բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքներ եւ որքան էլ տարօրինակ չթվա, բանկային գաղտնիքի մասին օրենքներ։ Այս 3-4 օրենքները, փաստաթղթերը հիմք դրեցին մեր բանկային համակարգի կայացմանը։ Այդ տարիներին Հայաստանում կար 58-65 նայած տարի մոտ 60 բանկեր, նույնիսկ ավագ սերնդի ներկայացուցիչներն ասում են, որ տարվա ընթացքում բանկերի թիվը աճում էր մինչև 70-80, տարվա վերջ նորից իջնում էր, այսինքն բացվել է եւ շատ արագ էր, բացվում են եւ փակվում էին։ Այո։ Եվ 96 թվականին, երբ որ ընդունվեց բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքը, 32 բանկ կար Հայաստանում, տարիների ընթացքում տարբեր օրենքների փոփոխություններով պայմանավորված այդ բանկերի թիվը կրճատվեց եւ այսօր մենք ունենք 18 բանկեր։ 90-ական թվականները ես կանվանեի դա կայացման տարիներ, այսինքն 95-96 թվականին օրենքները երբ որ ընդունվեցին, բանկային համակարգը, այսպես ասած, սկսեց ձևավորվել, ավելի ճիշտ ձևավորման տարիների։ Սաղմային շրջանը։ 2000 թվականներին անդրադառնանք, 2000 թվականները ես կանվանեի դա կայացման տարիներ, այսինքն երբ որ բանկային համակարգից բացի սկսեց ներդրվել այնպիսի ենթակառուցվածքներ, այնպիսի ինստիտուտներ, որոնք նպաստում էին ընդհանուր ֆինանսական համակարգի կենսագործունեությանը, մասնավորապես արքա համակարգի ներդրումը, մասնավորապես ավանդների երաշխավորման հիմնադրամի ինստիտուտի, ավելի ճիշտ ներդրում է կառուցակարգի, այնուհետև վարկային բյուրոն, վարկային ռեգիստր,
Այս ինստիտուտները սպառողների շահերի պաշտպանության ինստիտուտ, այս գործիքների, այս համակարգերի, այս ենթակառուցվածքների ներդրումը նոր խթան տվեց բանկային համակարգին զարգանալու համար եւ նաեւ սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից, որովհետեւ բանկային համակարգը ինքնին առանձին չի կարող գործել, հասարակությունը, բնակչությունը, տնտեսվարողները, բիզնեսները պետք է կապը ուժեղացնեն բանկային համակարգի հետ, որպեսզի բանկային համակարգը ինքը եւս կայանա։ Եվ ահա այս համակարգերը դրան մեծ օժանդակություն ուրեմն տվեցին։ Այնուհետև 2006 թվականին ընդունվեց ռազմավարական որոշում եւ Հայաստանը անցավ միասնական ֆինանսական վերահսկողությանը եւ բացի բանկերից ըստ էության կենտրոնական բանկը սկսեց նաեւ կարգավորել ապահովագրական, ներդրումային, կենսաթոշակային բոլոր ոլորտները, ինչը իր հերթին միասնական սկզբունքներ սահմանվեց ֆինանսական համակարգի համար, ինչը իր հերթին ուժեղացրեց եւ կայացրեց եւ նոր խթան տվեց թե այդ համակարգերին եւ թե բանկային համակարգին։ Եթե այսպես ամփոփենք 2000 թվականներն էլ կարելի է անվանել այսպես կայացման տարիներ եւ նաեւ շատ կարեւոր օրենքներ ընդունվեց սնանկության վերաբերյալ բանկային գործունեության սնանկության հարցերը կարգավորող օրենսդրությունը եւ 2000-ական թվականների սկզբին ես ինչպես նշում եմ 33-34 բանկ կար, արդեն 2000-ականների կեսերին բանկերի թիվը կրճատվել էր 22-23 բանկեր։ Սա երկրորդ փուլը կարելի է անվանել եւ 2010-ական թվականները կարող ենք անվանել զարգացման տարիներ, որտեղ արդեն նոր տեխնոլոգիաները սկսեցին քիչ թե շատ կիրառվել եւ մինչեւ այսօր կիրառվում են հեռավար սպասարկումները, հաճախորդների նոր ծառայությունների տրամադրումը, բանկային քարտերը ակտիվ մտան մեր կյանք, ավելի ակտիվացան, ինչպես նաեւ անկախքի շրջանառությունը, այսինքն բանկային համակարգը ադապտացվեց։ Գումարած դրան մենք պետք է հաշվի առնենք, որ 2010-ականներից հատկապես միջազգային կանոններում, միջազգային սովորույթներում մտան այնպիսի չափանիշներ, հա, ռիսկերի կառավարման համակարգեր, անվտանգային համակարգեր, բանկային գործարքների փոխադարձ ճանաչելիության սկզբունքները եւ այլ, եւ սա նույնպես իր հերթին խթան հանդիսացավ, որպեսզի բանկերը համապատասխանեն նաեւ միջազգային պահանջներին ու չափանիշներին եւ կարողանան ծառայություններ մատուցել։ Եվ ահա 10-ական թվականները կարող ենք անվանել կայացման, զարգացման ժամանակաշրջան։ Շատ այսպես համակարգված ներկայացրեցիք շրջափուլերը։ Հիմա երրորդ շրջափուլում մենք ինչ ունենք, հա, ինչ ցուցանիշներ ունենք գրանցած եւ արդյոք կարող ենք այդ ցուցանիշներով հպարտանալ նաեւ միջազգային հարթակներում, այսինքն ամեն ինչ նաեւ հետաքրքիր է եւ ճիշտ է, երբ որ համեմատում ենք հարևան երկրների եւ միջազգային ընդհանուր տենդենսների հետ։ Այդպիսի համեմատություններ արել եք մեր ներկա համակարգը եւ միջազգային փորձը։ Մենք հիմա կարող ենք ներկայացնել, թե ինչ համեմատական, ինչ դիրքում ենք կամ ինչպիսի կարգավիճակում ենք, եւ ես դա մի քանի ցուցանիշներ հիմա կներկայացնեմ ձեզ, բայց ամենակարևոր բանը, որ ես կուզեի ասեի, թե բանկային համակարգում եւ թե ընդհանրապես մեր առօրյա կյանքում, եթե նույնիսկ մենք կարողանում ենք այսօր գնահատել, թե ինչ վիճակում ենք, ապա շատ դժվար կլինի գնահատել մենք վաղը ինչ վիճակում ենք լինելու։ Սա ոչ թե ես վատատեսական կամ պեսիմիստական մեսիջ եմ ուզում հաղորդել, այլ տեխնոլոգիական զարգացումները եւ աշխարհի փոփոխությունները այնքան արագ են տեղի ունենում, անորոշությունները, որ մենք պետք է արդեն պատրաստվենք ոչ թե 3-5 տարվա ծրագրերում մենք ինչ պիտի անենք, այլ մենք պետք է մշտապես պատրաստվենք, թե ցանկացած անորոշության փուլում մենք ինչ որոշումներ պետք է կայացնենք եւ ինչպես պետք է ադապտացվենք այդ անորոշությանը, որպեսզի մենք կարողանանք, այսպես ասած, շահած դուրս գալ այդ իրավիճակից։ Եվ սա կարծում եմ նաեւ հենց զարգացման նախադրյալն է։ Հիմա ինչ վերաբերում է բանկային մեր համակարգին ինչպիսի կարգավիճակում ենք գտնում կամ ինչպիսի վիճակում ենք գտնում, եթե ես մասնագիտական տերմիններով ներկայացնեմ իրացվելիության ցուցանիշներ, կապիտալիզացիայի ցուցանիշներ եւ այլն, մենք իհարկե բավականին լավ վիճակում ենք գտնվում։ Եթե մենք ներկայացնենք, թե ինչքանով է մեր բանկային համակարգը ինտեգրված միջազգային ֆինանսական շուկաներին, որքանով է ինտեգրված միջազգային ֆինանսական հարթակներին, այո, մենք այստեղ էլ ունենք որոշակի առաջընթաց, բայց դեռևս մեծ աշխատանք է այստեղ իրականացնելու, որպեսզի մեր բանկերը օրինակ դառնան
եւ բանկերի օրինակ բաժնետոմսերը գնանշվում են միջազգային բորսաներում, գնվեն, վաճառվեն եւ այլն, եւ կամ մեր բանկերը այդտեղ ակտիվ գործունեություն իրականացնեն։ Դա իհարկե նաեւ չափերի եւ կապիտալի եւ մեծության մասին է խոսում, պետքա այդ չափանիշներին եւս բավարարեն մեր բանկերը, ինչը ժամանակի հարց է իմ կարծիքով։ Եթե ձեզ հետաքրքրում է տարածաշրջանային որոշակի ցուցանիշներ, ես ասեմ ձեզ, ուրեմն մենք շատ նման ենք, շատ համադրելի է մեր ցուցանիշները մենք Վրաստանի բանկային համակարգի հետ եւ նաեւ մենք ուսումնասիրել ենք եվրոպական որոշ երկրներ, ունենք Հունգարիայի բանկային համակարգի հետ, ունենք ուսումնասիրություն նաեւ Ղազախստանի, Մոլդովայի բանկային համակարգերի հետ։ Պետք է ասեմ, որ շատ իդենտիկ են մեր ցուցանիշները եւ որոշ դեպքերում նույնիսկ դրական կոմպոնենտ ունեն իրարից մեջ։ Բայց վերջի շրջանում, հատկապես վերջի 2-3 տարիների ընթացքում մեր բանկային համակարգի շահութաբերության մասին են բոլորը խոսում։ Ես նույնպես կուզենայի խոսել այդ հարցի շուրջ։ Իմ նշած երկրների հետ վրացական բանկերում էլ է նույն վիճակը վերջի տարիներին համատություն ունեք այդպեսի։ Ես ոչ միայն վերջի տարիներին, այո, Վրաստանի այդպիսի համատություն մենք ունենք, եթե հետաքրքրում է թվերով կարող եմ ներկայացնել։ Դրանից առաջ էլ Վրաստանի բանկային համակարգը մոտավորապես 2 անգամ ավելի շահութաբեր էր աշխատում, քան բանկային համակարգը, եթե մենք խոսում ենք 22 թվականից առաջ թվերով։ Բանկային համակարգի շահութաբերությունը ընդհանրապես ամբողջ աշխարհում ցուցանիշը դա շահութաբերության մակարդակն է ըստ կապիտալի, ROE, որքան կապիտալի դիմաց, որքան շահույթ է ստացվում։ Որքան գումար ես դրել բանկային գործի մեջ, որքան ստանում ես դրա դիմաց, ավելի բարձր, այսպես ասենք, հա։ 2021 թվականին, այսինքն մինչև 22 թվականի աշխարհաքաղաքական իրադարձությունների, որի արդյունքում ակտիվացան բանկային համակարգերը, Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշը 10% էր, երբ որ Վրաստանի այդ նույն ցուցանիշը 18% էր։ 2010-ից 20 թվականների 10 տարվա միջին ցուցանիշը, եթե մենք 10 տարվա միջին ենք նայում, Հայաստանի բանկային համակարգի շահութաբերության ցուցանիշը 5% էր։ Երևի հաշվի առնելով նաև որոշակի տնտեսական անկումներ եւ այլն, միջին ցուցանիշը 5% էր։ Վրաստանում, Ղազախստանում, Հունգարիայում երբեք 15%-ից ներքև չի եղել ցուցանիշը։ Ներկայումս էլ մենք ամփոփել ենք 24 թվականի ցուցանիշները։ Մեր օրինակ Հայաստանի բանկային համակարգի շահութաբերությունը 2024 թվականին 22.2% է կազմում, իսկ Վրաստանի բանկային համակարգի շահութաբերությունը 24%։ Հունգարիայի բանկային համակարգի շահութաբերությունը 22.5%, իսկ Ղազախստանի բանկային համակարգի շահութաբերությունը 32%։ Միջինացված ցուցանիշ է, ճիշտ է, բոլոր բանկերի մասին։ Բոլոր բանկերի, ամբողջ բանկային համակարգի միջինացված ցուցանիշի մասին է խոսքը, այո։ Այսինքն մենք մեր այս ցուցանիշով շահութաբերության ցուցանիշով հավասարվել ենք մեր նման երկրների շահութաբերության ցուցանիշներին։ Բանկային համակարգի այս շահութաբերությունը ինչով է պայմանավորված։ Անշուշտ մենք գրանցել ենք փաստացի աճ, հա, բավականին լավ աճ եւ արդեն մոտեցել ենք վրացական նույնիսկ բանկային համակարգի շահութաբերությանը։ Վրացական համակարգի մի առանձնահատկությունը այն է, որ այնտեղ երկու բանկերի ձեռքում է գրեթե բանկային համակարգի մեծ մասը կենտրոնացել, ինչը մեր մոտ չկա, բարեբախտաբար չկա, դա եւս դրական որպես հանգամանք պետք է նշենք, բայց պատճառը որն էր, որ Հայաստանի բանկային համակարգը այսպես կտրուկ շահութաբերություն արձանագրեց։ Պատճառը ես ինչպես արդեն ասեցի, հատկապես 2022 թվականից սկսած դա աշխարհաքաղաքական փոփոխությունների զարգացումների արդյունքում մեր բանկերը կարողացան սպասարկել միջազգային գործառնություններ, որոնք կապված էին այս աշխարհաքաղաքական փոփոխությունների հետ, եւ սա նույնպես դրական կոնտեքստում եմ ես ուզում ներկայացնել, որովհետեւ եթե մինչ այդ մեր բանկային համակարգը հայտնի չէր, այդ աստիճան հաճախորդային հայտնի չէր եվրոպական կամ ռուսական, ԱՊՀ երկրների կազմակերպություններին, ապա իրենք ստիպված եղան առնչվել մեր բանկային համակարգի հետ եւ իրենք նույնպես տեսան, որ մեր բանկային համակարգը միջազգային պահանջներին համապատասխան եւ միջազգային ստանդարտներին համապատասխան կարողանում է սպասարկել նաեւ միջազգային գործարքներ եւ արտարժութային փոխանցումներ, արտարժութային գործարքներ, հաճախորդների սպասարկման հետ կապված միջոցների ներգրավումներ, այդ ներգրաված միջոցների ընթացիկ սպասարկումը, այդ բիզնեսների կազմակերպումը եւ այլն մեծամասամբ ոչ ռեզիդենտների, այսպես ասած, ֆակտորով էր պայմանավորված։ Երկրորդ էական ֆակտորը
անուղղակի էլի կապված է նույն ֆակտորի հետ, որ մենք ունեցանք մեծ քանակի ռելոկանտներ եւ իրենք նույնպես իրենց ֆինանսական միջոցները կազմակերպում են հայկական բանկերի միջոցով, իրենց ֆինանսական միջոցները կառավարում են հայկական բանկերի միջոցով եւ այստեղ ոչ միայն ուղիղ շահութաբերության մասին մենք պետք է խոսենք, այլ նաեւ այդ մշակույթը, որ իրանք այդ պահանջարկը, որ իրանք ներկայացրեցին մեր բանկային համակարգին եւ մեր բանկային համակարգը այդ պահանջարկը կարողացավ բավարարել եւ սպասարկել նաեւ հայկական բիզնեսին ու ֆիզիկական անձանց։ Հիմնականում այս պատճառներով, եթե մենք ուսումնասիրենք եկամուտների եւ շահույթների կառուցվածքը, հիմնականում այս երկու հանգամանքներն են եւ երրորդ հանգամանքն էլ կա, այնուամենայնիվ աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված եւ մեր տնտեսական ընդհանուր վերջի 3 տարիների աճով պայմանավորված նաեւ նախկինում դուրս գրված չաշխատող խնդրահարույց վարկերի նվազում տեղի ունեցավ, այսինքն բիզնեսները, տնտեսվարողները ունեցան եկամուտներ եւ իրենց պարտավորությունները բանկերի հանդեպ կարողացան կատարել, որոշակի նաեւ ազդեցություն այս հանգամանք ունեցավ։ Ինչը շատ բնական է եւ տնտեսական վերլուծություն իրականացնելուց այս հանգամանքները մենք պետք է անպայման հաշվի առնենք։ Հետևաբար կարող ենք արձանագրել, որ այսպես բանկային համակարգի շահութաբերությունը հիմնականում պայմանավորված է եղել ոչ գործառնական, այսինքն ոչ վարկային, ոչ տոկոսային եկամուտներից, ոչ տոկոսային եկամուտներից, այլ կոնկրետ սպասարկումներից։ Ինչու եմ սա ուզում ընդգծել, քանի որ մենք վերջին տարվա ընթացքում ունենք որոշակի դրական միտում, տոկոսադրույքների իջեցում ակնկալելու։ Մասնավորապես վերաֆինանսավորման տոկոսադրույքը Կենտրոնական բանկը 10.75-ից իջեցրեց 6.75-ի, բայց մեր միջին վարկային տոկոսադրույքը, այս ընթացքում այդպիսի կտրուկ իջեցում չի արձանագրել, ինչով սա կարող եք բացատրել։ Եվ ավելացնելով այս հարցին այն, որ մեր բանկային համակարգում 18 բանկ է գործում եւ կարծես թե պետք է բավականին ուժեղ մրցակցություն լինի, բայց հիմնականում այսպես տոկոսադրույքները բավականին մոտ են եւ սա ինչպես կբացատրվի։ Նախ մինչեւ մենք երբ որ ասում ենք վերաֆինանսավորման տոկոսադրույքը 11.17-75-ից նվազել է հիմա մոտ 6%։ Մենք պետք է նաև մի փոքր հետ գնանք եւ հասկանանք իսկ ինչքան էր որ դարձավ 10.75։ 2020 թվականից սկսած Կենտրոնական բանկը սկսեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքը 2019-20 թվականներին 4-ից 5%-ի սահմաններում է եղել։ Եվ եթե 4-ից 5%-ի սահմաններում է եղել, մենք վարկերը 2019-20 թվականներին 7-8%-ի սահմաններում չի եղել, այն ակնկալիքը, որ մենք ենթադրում ենք, որ պետք է նվազի։ Այսինքն ուզում եմ ասեմ 4 կամ 5%-ից տոկոսադրույքները վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնելով մինչև 10.75, մենք վարկերի կամ ավանդների տոկոսադրույքի թանկացում այդ ուրեմն դիապազոնով կամ հարաբերական չենք ունեցել։ Դա լավ է թե վատ հարցի մյուս մի կողմն է։ Հետևաբար նվազեցման դեպքում էլ նույն պատճառով թե ինչու չի եղել բարձրացումը, նաև նույն պատճառով չի եղել նվազեցումը։ Հիմա հասկանանք թե պատճառը որն է, որ չի եղել։ Իմ կարծիքով այստեղ մեծ ազդեցություն ունի առաջարկի եւ պահանջարկի կոմպոնենտը, որովհետեւ նվազեցման ժամանակ այնուամենայնիվ ներկայումս մեծ պահանջարկ կա սպառողական վարկերի, մինչև դեկտեմբերի 30 ամենայն դեպս մեր վերլուծությունները այդտեղ են, վերջի 1-2 ամսում մենք վերլուծություն չունենք արած, 24 թվականին պահանջարկը մեծ էր վարկերի եւ սպառողական վարկերի, հիպոթեկային վարկերի։ Եվ եթե պահանջարկը մեծ է տնտեսագիտական կանոններով այդ փողն էլ է ապրանք, այդ ապրանքի գինի նվազումը, այսպես ուղիղ գծային ֆունկցիա չէ։ Առաջարկի ու պահանջարկով ձևավորվել է գինը։ Բայց հանուն ազնվության ես պետք է ասեմ, որ մենք այդ վերլուծություններ ենք իրականացնել եւ օրինակ 23 թվականի համեմատ 24 թվականին օրինակ մինչ 5 տարուց ավել տրամադրվող վարկերի տոկոսադրույքները 1%-ով նվազել է դրամով։ Մինչև 5 տարվա վարկերի տոկոսադրույքը էլի 0.2 թե 0.3%-ով նվազում է տեղի ունեցել։ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը առաջին հերթին դա մակրոտնտեսական քաղաքականության վրա ազդելու գործիք է եւ գների կայունության պահող գործիք է եւ ես կարող եմ ասել որ դրա բարձրացումը կամ իջացումը այդ խնդիրը լուծել է Հայաստանը ունեցել է վերջի տարիներին թե տարածաշրջանում թե աշխարհի մակարդակով գնաճի շատ ավելի լավ
գնաճի ցուցանիշներ, քան այլ երկրներ, եւ այս մասով մենք չենք կարող քննադատել, թե տոկոսադրույքը ինչու բարձրացավ եւ ինչու իցավ, եթե վարկերի տոկոսադրույքի վրա չի աճում։ Այնուամենայնիվ գների կայունության վրա ինքը իր ազդեցությունը դրական թողել է եւ վարկերի տոկոսադրույքներն էլ իմ կարծիքով արտահայտում են այն տոկոսադրույքը, այն գինը, որը մեր շուկայում այսօր առաջի պահանջարկում։ Անցած տարի մենք ունենք ցածր գնաճ, մոտապես 0.3%-ի չափով գնաճ եւ վերաֆինանսավորման տոկոսադրույքի նվազեցում, այսինքն կարծես թե երկու գործոն, որը պետք է նպաստեր, որ վարկային տոկոսադրույքները նվազեն։ Ես համաձայն եմ, պահանջարկը բավականին մեծ էր անցած տարի սպառողական վարկերի, հիպոթեկայի վարկերի մասով, եւ դա իր պահանջը ստեղծել է եւ բանկերը առաջարկ պահանջարկից ելնելով թանկացրել են անշուշտ կամ վերանայել են իրենց պրոդուկտի գինը։ Այստեղ այս սպառողական կամ հիպոթեկային վարկերի աճը, որ վերջին տարիների ընթացքում դինամիկ աճ են արձանագրում, արդյոք սա լրացուցիչ ռիսկեր չի գեներացրել բանկային համակարգի համար, հատկապես հիպոթեկի մասով։ Նախ պետք է ասեմ, որ հատկապես հիպոթեկի մասով ռիսկերի կառավարումը շատ բարդ եւ շատ բազմակոմպոնենտ հարց է։ Մեկ տարվա ընթացքում հատկապես հիպոթեկային վարկերը, երբ որ 15-20% հիպոթեկներ ենք մենք տրամադրում, մեկ տարվա ընթացքում ազդեցություն գնահատելը շատ դժվար է։ Սպառողական վարկերի մասով թերևս այո, մենք կարող ենք որոշակի վերլուծություն եւ եզրահանգումներ անել, եւ ես պետք է ասեմ, որ եթե մենք մակրո ցուցանիշով նայենք, հա, բանկային համակարգը այսօր ունի մոտ 6.5 տրիլիոնի վարկեր, եւ այդ վարկերի մոտ 45%-ը, այսինքն մոտ 3 տրիլիոնը դա հիպոթեկային եւ սպառողական վարկերն են, մոտ 50%-ը։ Այս իմաստով, այո, որոշակի խնդիրներ կարելի է արձանագրել, բայց պետք է հասկանանք ինչ խնդիրների մասին ենք մենք խոսում։ Եթե մենք խոսում ենք, որ վարկերը կարող են չմարվել եւ բանկերում ունեն խնդիրներ, ժամկետանց լինեն ունեն խնդիրներ, այս մասով ես պետքա ձեզ վստահեցնեմ, որ բանկային համակարգը բավականին կապիտալիզացված է եւ ռիսկերի կառավարման հարցով մենք այստեղ խնդիրներ չենք կարող ունենալ։ Եթե մենք խոսում ենք նրա մասին, որ ֆիզիկական անձանց եկամուտները տարիների ընթացքում կարող են նվազել եւ իրենք չկարողանան սպասարկել սպառողական վարկերը, այս իմաստով ես խնդիր եմ տեսնում հենց ընդհանուր տնտեսության մասով, որ ֆիզիկական անձանց եկամուտները կարող են նվազել։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս պահի դրությամբ մեր բանկերը բավականին, ինչպես ասացիք, եւ կապիտալիզացված են, եւ իրացվելություն ունեն, եւ պատրաստ են նոր վարկեր տրամադրել, բայց իմ կարծիքով ավելի արդյունավետ կլինի, եթե տնտեսության մեջ, բիզնեսում լինի պահանջարկ եւ տեղ լինի ներդնելու նոր բիզնեսներ ստեղծելու առումով, նոր արտադրություններ, տնտեսության ճյուղերի ակտիվացում, եթե լինի եւ բանկերը այդտեղ կարողանան վարկավորում իրականացնել ավելի ակտիվ, սա կրկնակի դրական էֆեկտ կարող է բերել, թե այդ ոլորտում աշխատող մարդկանց եկամուտների ավելացման մասով եւ թե վարկերի դիվերսիֆիկացիայի մասով։ Կենտրոնական բանկի նախագահը հայտարարեց ամիսներ առաջ, որ օրինակ անշարժ գույքի շուկայում մոտ 25% սպեկուլյացիա ունեն, գների աճ ունեն։ Արդյոք դա չի կարող այսպես բացասական կամ ազդակ թողնել բանկային համակարգի համար, որ եթե օրինակ անշարժ գույքի գները նվազեն կտրուկ, դա չի խաթարի ընդհանուր այսպես բանկային ֆինանսական կայունությունը։ Ես կարող եմ ձեզ վստահեցնել, որ բոլոր բանկերում գոյություն ունեն եւ ներդրված են ռիսկերի կառավարման համակարգեր եւ օրինակ համաձայն ռիսկերի կառավարման համակարգերի սկզբունքների բանկերը ժամանակ առ ժամանակ իրականացնում են ստրես սցենարներ, տեստավորումներ եւ հենց ձեր ասած օրինակ չափանիշով գների անշարժ գույքի գների 5%, 10% եւ մինչեւ 20-25% նվազման դեպքում ինչպիսի ուրեմն ցուցանիշներ իրենք կունենա եւ ես պետք է վստահեցնեմ, որ այո, մինչեւ 20-25% գների անկման դեպքում բանկերը կարողանալու են դիմակայել այդ նվազեցումներին։ Իսկ գների կայունությունը 20-25% կնվազի թե ոչ, դա մի քիչ այլ մասնագիտական վերլուծության հարց է, որը այս պահին ես չեմ կարող ասել։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ, որ վերջին 15-20 տարիների ընթացքում կամ անշարժ գույքի գները աճել են կամ կայուն են մնացել։ Չենք բացառում, որ ինչ որ մի պահի, ինչ որ մի ժամանակ լինելու է նվազեցում, բայց այդ ստրես սցենարներին, այդ ստրես իրավիճակներին բանկերը պատրաստ են։ Ներկայումս բանկային համակարգը իր զարգացմամբ կարող ենք ասել հերթական շրջափուլին է մոտենում եւ պետք է նաեւ մտածենք մեր
ապագա այսպես գործունեությունը խթանելու, զարգացնելու համար։ Հետևաբար պետք է բացահայտենք այն հիմնական խոչընդոտները, խնդիրները, որոնք պետք է լուծենք։ Դուք որպես բանկերի միության նախագահ, կարծում եմ ավելի մոտիկից եք, դա ուսումնասիրում, տեսնում, ինչ խոչընդոտներ կան, որոնք պետք է լուծել, ապագա այսպես զարգացումը ապահովելու համար։ Կարծում եմ պետք է բաժանել հարցը երկու մասի, արտաքին խնդիրներ, այսինքն արտաքին միջավայրից եկող խնդիրներ եւ ներքին միջավայրից եկող խնդիրներ։ Արտաքին միջավայրից եկող խնդիրները բնորոշ է ինչպես Հայաստանի բանկային համակարգին, այնպես էլ աշխարհի բոլոր երկրների բանկային համակարգին։ Մենք ակնհայտ է, որ բանկային համակարգերի ապագան դա տեխնոլոգիական բանկերն են, դա թվային բանկերն են եւ տեխնոլոգիական զարգացումներն են։ Եվ ինչ խնդիրներ մենք այստեղ ունենք, դա կիբերանվտանգության, անձանց տվյալների պաշտպանության եւ ռիսկերի կառավարման խնդիրներն են, որ մենք կրիպտոակտիվները Ես դրանք նույնպես կդասեի տեխնոլոգիական զարգացումների մեջ։ Չեմ կարծում, որ կրիպտոակտիվները այնպիսի զարգացում կունենան, որ բանկերը որևէ մասնակցություն չունեն այդ զարգացումների մեջ։ Բանկերն իրենք նույնպես ունեն զարգացումներ։ Իրենք նույնպես կարող են դառնալ այդ հարթակները կամ այդ պլատֆորմերը։ Ժամանակի հարցը եւ անորոշության հարցը մենք տեսնենք ինչպես կլուծվի այդ հարցը։ Եվ մենք պետք է պատրաստ լինենք դիմակայելու կիբերանվտանգության կամ տեխնոլոգիական զարգացումների մարտահրավերներին կամ դրական նույնիսկ տեղաշարժերին, որպեսզի կարողանանք առաջ շարժվել եւ զարգացնել ունենալ։ Ինչ վերաբերում է ներքին խնդիրներին, դա մշտապես գոյություն ունեցող խնդիրներ են եղել։ Նորից էլի միջազգային կամ արտաքին խնդիրներից, երբ որ մենք արդեն պրոյեկտում ենք Հայաստանի իրականություն, մենք պետք է համապատասխան կարգեր, կանոնակարգեր, օրենքներ ունենք, որպեսզի կարողանանք դիմակայենք այդ նույն արտաքին խնդիրներին։ Բայց ներքին խնդիրների մասով ես կարող եմ ասել, որ կորպորատիվ կառավարման մոդելները պետք է Հայաստանում զարգանան, ինչը նաև իմ առաջին ասած մտքի հետ որոշակի կապ ունի, որպեսզի մեր բանկերն ավելի հզորանան եւ ըստ էության IPO-ներ, բաժնետոմսերը թողարկեն, այո, միջազգային շուկաներում կարողանան բաժնետոմսեր թողարկել եւ բաժնետոմսեր իրացնել եւ շրջանառություն տեղի ունենալ։ Ոչ միայն կորպորատիվ կառավարման, այլև կապիտալի ցուցանիշների, ֆինանսական ցուցանիշների այնպիսի մակարդակ մենք պետք է կարողանանք ունենանք, որպեսզի կարողանանք միջազգային շուկաներում ակտիվ ներգրավվածություն ունենալ։ Ընդհանուր առմամբ այս երկու ուղղություններն են, այսինքն տեխնոլոգիական զարգացումներին համահունչ նախապատրաստվել, որպեսզի մենք ունենանք զարգացումներ, սա մեկ, եւ երկրորդը, որպեսզի ինտեգրվենք միջազգային շուկաներին, մենք պետք է ունենանք ֆինանսական ցուցանիշների, կապիտալի, ակտիվների համապատասխան մակարդակ եւ կորպորատիվ կառավարման եւ կառավարման համասկզբի բանկերի մոտ կա ցանկությունը IPO անելու, բաժնետոմս թողարկելու։ Կարծես թե որոշ բանկեր չեն էլ մտածում այդ ուղղությամբ։ Ինչպես խթանենք, որ իրանք մտածեն, գործեն։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին դա պետք է լինի ներքին որոշում եւ շուկայի պահանջ։ Եվ մենք 1-2 բանկի մոտ արդեն տեսնում ենք իրենք հայտարարությամբ հանդես են եկել, որ մենք նախատեսում ենք առաջիկա տարիներին իրականացնել բաժնետոմսերի տեղաբաշխում միջազգային հարթակներում, IPO պետք է անել։ Եվ դա բնական է եւ այդ 1-2 բանկերը հենց ամենախոշոր բանկերն են, հա, գաղտնիք չէ, կարող եք նաեւ բաց աղբյուրներից այդ հայտարարությունները գտնել։ Եվ ես վստահ եմ, որ սա լինելու է նաեւ ներքին հենց իրենց որոշման արդյունք։ Այլ կերպ հնարավոր չի մեծանալ, մենք չենք կարող լինել տիպիկ հայկական բանկ եւ 10 անգամ մեծանալ, հա։ Բայց եթե մենք օրինակ նայում ենք 10-15 տարի առաջվա մեր բանկային համակարգի ցուցանիշները եւ այսօր, այո, 10 անգամ մենք միգուցե մեծացել ենք, բայց հաջորդ 10 անգամը արդեն խնդիր կլինի, որովհետեւ դուք պետք է դուրս գաս միջազգային շուկաներ եւ դա պետք է լինի հենց ներքին որոշում։ Բանկերի միությունը այս տարի նշելու է իր 30-ամյակը։ Դուք բավականին աշխատանք եք իրականացրել այս համակարգի զարգացման համար, տարածման համար, ֆինանսական գիտելիքների տարածման, իրազեկման ուղղությամբ եք նաև բավականին հարուստ ծրագրեր ունեք։ Ձեր այս 30-ամյակի հետ կապված ինչ միջոցառումներ ունեք, անելիքներ ունեք եւ ինչ եք նախանշում հաջորդ 30-ամյակի համար։
Շնորհակալություն։ Նախ պետք է ասեմ, որ այո, 95 թվականին ստեղծվել է Հայաստանի բանկերի միությունը եւ բանկերի միության ստեղծման ակունքներում կանգնած են եղել մարդիկ, ովքեր հետագա իրանց տարիներում եւս կարևոր պաշտոններ են ունեցել բանկային համակարգում եւ ընդհանրապես Հայաստանի բանկային համակարգի կայացման հարցում ունեն մեծ դեր։ Պետք է ասեմ, որ անցյալ 30 տարիների ընթացքում բանկերի միությունը եղել է շատ կայուն, միակ միությունն է եղել, որ բանկերի եւ բանկային գործունեության մասին օրենքով նախատեսված հասարակական կազմակերպություն է եղել եւ մշտապես գործել է շատ կարևոր հարցեր է քննարկել եւ կարևոր որոշումների ընդունման ժամանակ իր մեծ ազդեցություն ունեցել է։ Այս տարի մենք նախատեսում ենք իրականացնել միջոցառումներ, մասնավորապես նախատեսում ենք սեպտեմբեր ամսին միջազգային ֆորում կազմակերպել, որի ընթացքում կխոսենք իհարկե մարտահրավերներից եւ զարգացման հնարավորություններից թե աշխարհի բանկերի եւ թե հայկական բանկերի, ինչպես նաեւ այդ ֆորումով մենք կնշենք եւ կմատնանշենք մեր 30-ամյա անցած ուղին եւ ապագա անելիքները, նախատեսում եմ, որ կունենանք հյուրեր թե արտասահմանից, թե մեր բանկերից եւ բանկային համակարգի ներկայացուցիչներ, բոլոր ոլորտներից նաեւ հյուրեր կունենանք եւ այդ ֆորումի ժամանակ, այդ քննարկումների ժամանակ մենք այդ բոլոր հարցերի մասին պետք է խոսանք, բայց եթե կարճ ասեմ, մեր նպատակն է մեծ առումով մեր ռազմավարական նպատակն է լինելու բացի բանկերի շահերի պաշտպանությունից եւ բանկերի խնդիրները բարձրացնելուց եւ լուծումներ առաջարկելուց, մենք կարծում եմ ռազմավարական նոր խնդիր ենք դրել, որպեսզի բանկերում մասնագիտական, որակավորման, գիտելիքների զարգացման վրա մեծ ուշադրություն դարձնենք։ Այսօրվա աշխարհում, ինչպես արդեն նշեցինք, միայն կրթված գիտելիք ունեցող մասնագետները, ղեկավարները կարող են այդ ոլորտը առաջ տանել եւ ոլորտի զարգացման մասին հոգ տանել եւ զարգացում ապահովել։ Նաեւ այն կոնտեքստում եմ սա ուզում ասել, որ եթե մենք պայմանավորվում ենք, որ ապագան դա անորոշությունների ժամանակաշրջան է, ապա միայն կարծում եմ կրթված եւ գիտելիք ունեցող մարդիկ կարողանան անորոշությունների ժամանակ արագ ճիշտ որոշումներ կայացնել եւ տրանսֆորմացիա լինել։ Շնորհակալ եմ պարոն Ազատյան հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, այսօր խոսեցինք Հայաստանի բանկային համակարգի առկա վիճակի, խնդիրների եւ մեր անելիքների վերաբերյալ։ Այո, այս համակարգը Հայաստանի կայացած, զարգացած ոլորտներից մեկն է եւ այն պետք է օգտագործենք տնտեսությունը առաջ տանելու համար եւ պետք է ել ավելի ամրապնդենք եւ զարգացնենք։